Տիկին Մանուկյան, նախ ներկայացրեք այս պահին ինչ է կատարվում գրասենյակում եւ ինչը օրինակ ձեզ կուսակցականների թույլ չեն տալիս մտնել այնտեղ։ Այս պահին քննչական գործողություններ են իրականացվում, ինչպես տեսնում եք, Մայր Հայաստան կուսակցության անդամներին, մեր համակիրներին թույլ չեն տալիս, որպեսզի ներսում մենք գտնվենք, նույնիսկ քիչ առաջ փաստաբանը մոտեցավ, փաստաբանին էլ թույլ չէին տալիս, այսպես վախեցած դռնից մի փոքր արանք բացեցին, որ հանկարծ ոտքը ավելորդ որևէ մեկի ներսում չգտնվի։ Հիմա ասում են, որ քննչական գործողություններ են, այլ մանրամասների չեմ տիրապետում, կոնկրետ չգիտեմ ինչ է տեղի ունենում, Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ներսում է, նաև մենք այդ թվում Անդրանիկ Թևանյանը ներսում էինք, երբ առավոտյան ժամը 7-ին իրենք եկան գրասենյակ, այսպես դուռը ջարդելով, կոտրելով բացեք ես վիճակով աղմուկ աղաղակով, իդեպ սա էլ ասեմ, երևի ԱԱԾ-ում 7 թիվը շատ են սիրում եւ վստահ եմ, որ ամսի 7-ին գնալու են նաև քվեարկեն համար 7-ին, որովհետեւ ուղիղ 7-7 իրենք արդեն Մայր Հայաստան կուսակցության գրասենյակում են ու համոզված եմ, որ քվեարկելու են, հաստատ 16-ին դեմ են քվեարկելու, որովհետեւ իրենք են զզվել այդ թիվ 1 դավաճանի աղմուկ աղաղակով իջեցված ապօրինի հրահանգները կատարելուց։ Դուք վստահ եմ քննչականի հաղորդակցության մանրամասն տեղյակ եք եւ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը դավաճանության հոդվածով է պարոն Թևանյանին մեղադրում։ Ինչ դավաճանության մասին է կամ ում է փոխանցել տեղեկություններ, ինչի մասին է ընդհանրապես խոսքը։ Իրականում զավեշտալի իրավիճակ է, որովհետև դավաճանը ինքն է գոռում առաջինը բռնեք դավաճանին, այդ թիվ 1 դավաճանը հիմա արդեն նոր նշածող է սահմանել, իհարկե ցածրացնելով, ոչ թե բարձրացնելով, եթե առաջ ապօրինի հրահանգները SMS-ով էր ուղարկում իր կամակատարներին, հիմա արդեն հանրահավաքների հարթակներից է գորգորալով ասում, տեղով, ժամով, օրով, գուցե նաև ասում է, թե ինչ հագուստով պիտի գնան, առավոտյան արթնանան, սուրճ խմեն, թեյ խմեն, նոր գնան կամ այդ գործերը ինչ ձևով, ինչ սպիտակ թելերով պիտի կարեն, շուլալեն եւ այլն։ Մենք շատ երկար էինք մտածում այս մի քանի օրվա ընթացքում իրականում ինչ գործ պիտի կարեն, որովհետեւ բացարձակ որևէ հիմք չկա։ Ինչ ասես մտքներովս անցնում էր անկեղծ ասած, հաշվի առնելով նաեւ իրենց այս նախորդ զավեշտալի փորձերը, մեր իրավապահների գործ կարելու հետ կապված, բայց ինչ այս մեկը չէինք մտածել։ Իրոք սա մեր ֆանտազիայից վեր էր, էլի շատ ծիծաղել ենք երեք, երբ այդ հաղորդագրությունը աբսուրդ է, աբսուրդ, ես չգիտեմ, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ քննիչը հրահանգ կատարող քննիչը սենց ուղղակի այդ բանի համակարգչի ստեղնաշարի մոտ սենց մատները շարժել է, ինչ թիվ հավաքվել է, էլի, 1 տիլիոն եւ այլն, այսպիսի մի թիվ էլ կարող էր գրել, մի 0 ավել գրել, էլի, ինչ թիվ եկել է մտքին այդ պահին ինչ ստեղնաշարով հավաքվել է, այդ թիվն էլ գրել է, որտեղից են վերցրել, ինչ լրտեսությունում է, ինչ փոխանցել, առավել եւս, որ 2024 թվականին Անդրանիկ Թևանյանը արդեն ազգային ժողովի падգամավոր չէր։ Իդեպ սա էլ ասեմ, որ ինքը գաղտնիության, թույլտվության այդ ստորագրությունը չի էլ ունեցել ազգային ժողովի падգամավոր եղած ժամանակ, եւ երբևէ որևէ գաղտնի փակ նիստին ինքը չի էլ մասնակցել, այսինքն չէր էլ կարող այդ ինֆորմացիային տիրապետել, թե հիմա էլի ում են ներգրավելու, ում վրա են նորից գործ կարելու, ինչ են անելու, ֆանտազիային ինչքան են զոր տալու, ես արդեն չգիտեմ, անկեղծ ասած, ես այդքան երևակայություն չունեմ, ես ընդունում եմ դա։ Երեք Անդրանիկ Թևանյանը Դոնբաս այցի մասին էր պատմում, որ դա հրապարակային է եղել, դրա մասին բոլորը իմացել են եւ նշեց, որ գուցե Նիկոլ Փաշինյանը սրանով այսպես հետաքրքիր ժեստ է արել Զելենսկուն, որը այցելել էր Հայաստան։ Սա որքանով է իրատեսական, արդյոք Զելենսկու այցի ընթացքում հնարավոր է համարում, որ նման այսպես պայմանավորվածություն է ձեռք։ Այդպիսի տեղեկություններ էին հրապարակվել եւ շատ տրամաբանական էր ու ենթադրելի էր, որ Զելենսկուն հաջողանալու համար Նիկոլ Փաշինյանը եւ իր արևմտյան տերերին հաջողանալու համար կգնա նման գործողությունների եւ այս նախընտրական թոհուպոհի շրջանում կզոհաբերի Անդրանիկ Թևանյանին ցույց տալու համար, որ տեսեք, իրենք են ասում ռուսամետ գործիչ, իրականում ոչ ռուսամետ, ոչ արևմտամետ, իսկ այն արևմտամետներին էլ իրենք որ ասում են իրականում իրենք էլ թուրքամետ են, իսկ իրական հայամետը հենց մենք ենք, որ կողմ ենք, այո, ռուս, հայկական, բարեկամական, ռազմավարական հարաբերություններին։ Իրենք չեն ուզում այդ հարաբերություններ, իրենց համար ավելի հարմարավետ է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եղբայրություն անելը, իսկ իրականում որպես կամակատար կամ որպես այսպես հատակի շոր օգտագործվելը։
այդպես էինք ենթադրում, ուղղակի չգիտեինք ինչ գործ պիտի իրենք կարեն, ենթադրում ենք, որ միակ բանը, որ կարող էին իրենք որպես հիմք վերցնել, Դոնբաս այցելություններ, որը իմիջիայլոց եղել է հրապարակային, շատ մանրամասն ներկայացվել է հայ համայնքի, չէ, գործի հիմքում փաստորեն չկա լրիվ ինչ որ ուրիշ այլ հիմար, ինչ որ հիմք էին իրենք օրինել։ Իսկ ծանոթություն ունեին իրենք, դուք ձեր հրապարակած տեսանյութում ասում եք ցույց տվեք այդ փաստաթուղթը եւ սկսեք գործել։ Նայեք, առավոտյան, երբ որ ժամը 7-ին իրենք ներխուժեցին գրասենյակ, առաջին մաշտոց սկսան։ Առաջին քայլը, որ այսպես ցնցվում էին, կաթվածարը եղան, երբ որ տեսան, որ հեռախոսը միացված է, անջատեք ու այսպես բռնի ուժ գործադրելով քննիչները փորձում էին իմ ձեռքից բառի բուն իմաստով խլել հեռախոսը եւ իրոք ուժ էին գործադրում, ցավ են պատճառել, հա, թե այսպես ավելի կոնկրետ ասենք։ Ես նկարահանում էի իրականացնում ուղիղ եթերի ռեժիմով նկարահանում էի իրականացնում էի եւ ասում էի ներկայացրեք ծանուցումը քննչական գործողություններ իրականացնելու, երբ սկսեք քննչական գործողությունը եւ երբ փաստաբանը արդեն օրենքի պահանջով այստեղ ներկա կգտնվի, այդ ժամանակ ես իմ հեռախոսը կանջատեմ, այսինքն անօրինական որևէ բան անելու մտադրություն չունեի, բայց իրենք ցնցվակատված էին ստանում, երբ որ տեսնում էին, որ հեռախոսը միացված է, բայց հետո արդեն հասկացան անիմաստ է։ Փաստաթուղթը այսպես ասած ուզում էին ներկայացնել, բայց ասում էին հեռախոսը անջատեք նոր։ Ես էլ ասում էի տվեք նայեմ ծանուցումը, նոր կանջատեմ արդեն ես հեռախոսը տեսագրությունը։ Հիմա դեռ քննչական գործողությունները շարունակվում են, իդեպ մի զավեշտալի դրվագել ներկայացնեմ, այնտեղ երբ որ արդեն իրենք իբրև սկսեցին քննչական գործողությունները, ներկա գտնվողներին սենյակում բացի Անդրանիկ Թևանյանից դուրս հրավիրեցին ու երբ որ արդեն մեր անձնական իրերն էինք վերցնում, որպեսզի դուրս գայինք, ես շատ վաղուց, ճիշտն ասած, մոռացել էի, ուղղակի այդ պահին, որ տեսա այնտեղ դրված է, հիշեցի, ասեցի դա էլ վերցնեմ ինձ հետ, բերել էի մեր ընտանիքի Մանուկյանների Գերդաստանի տոհմածառը, ուղղակի այնտեղ էր մնացել, մեր պարոն Հարոյանին, գիտեք, մշակութային գործիչ, իրեն է բերել ցույց տվել, որովհետև հայրս շատ վաղուց այդ տոհմածառը ինքը իր ձեռքերով կազմել էր եւ պարոն Հարոյանն է ցույց տալիս, ասում էի ավելի այսպես գեղեցիկ տեսքի բերենք, դա ենք քննարկում, այդպես մնացել էր գրասենյակում։ Հիմա ասեցի վերցնեմ տոհմածառը, էլի ինչ որ այդպես խոճապի մատնվեցին, չէ, ոչ մի փաստաթուղթ, ինքը շատ sense դեղին հին զգացվում է, որ նույնիսկ հին թուղթ է, նորել չի տպագրված։ Ասում եմ մեր ընտանիքի Գերդաստանի տոհմածառն է, թույլ տվեք վերցնեմ, չէ, ոչ մի դեպքում դուք պետք է այստեղ դա թողնեք ու հիմա այդ շատ զավեշտալի ես տեսարաններ եմ ԱԱԾ-ում պատկերացնում, որ ամբողջ ԱԱԾ-ի աշխատակիցներով պետք է նստեն եւ մեր Գերդաստանով, մեր ուղն ու ծույծով Մանուկյանների Գերդաստանը ուսումնասիրեն, ուղղակի մի մտավախություն ունեմ, որ հաշվի առնելով նախկին այդ զավեշտալի աբսուրդի հասնող փորձերը կարող է իրենք ասեն, որ սա բաներ, ահաբեկչության պլաններ, որտեղ այնտեղ սլաքներով անուններ կան գրված բան, հա, մեր ապուտատերի եւ մեր բարեկամների անուններն են սլաքներով գրված, գուցե ասեն ահաբեկչության պլան էին իրենք գծել ու մի հատ էլ հիմա ահաբեկչության հոդված կարեն էս ամեն ինչի վրա։ Որ սա քաղաքական ենթատեքստ ունեցող քայլ է իշխանության կողմից։ Ինչն է պատճառը, որ իշխանությունն ուզում է չեզոքացնել պարոն Թևանյանն, այսինքն ինչ վտանգ է քաղաքականապես ներկայացնում նա իշխանության համար։ Նիկոլ Փաշինյանը հոգեխանգարմունքի մեջ է ընկել եւ այս մի քանի օրերի իր այդ հիստերիկ դրսևորումները բոլորի աչքի առաջ են քաղաքացիների վրա գոռալու եւ այդպես ապօրինի հրահանգներ իջեցնելու, որովհետեւ ինքը շատ լավ գիտի, որ հունիսի 7-ի ընտրություններով պարտվում է։ Ով, բայց ինքը իրավիճակին շատ լավ տիրապետում է, որովհետեւ օպերատիվ ռեժիմով իրեն տվյալները ներկայացնում են հարցումների, ինքը շատ լավ գիտի, որ հողը իր ոտքերի տակից գնում է, հետեւաբար հաճախորդը հիստերիկացել է, հաճախորդը խոճապի է մատնվել ու փորձում է շարքից հանել իր հիմնական ընդդիմախոսներին, այդ թվում նաև Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին։ Գիտի, որ իր վարկանիշը ընկնելուն զուգահեռ նաև բարձրանում է մեր վարկանիշը։ Դրա համար հիմա փորձում է այսպիսի աբսուրդային անհեթեթ ինչ-որ գործերով չեզոքացնել նախընտրական այս թեժ պայքարի փուլում, չեզոքացնել կարևոր դիրք զբաղեցնող տեխնացուներից մեկին։ Գիտեք, որ Մայր Հայաստանը կարևորելով միասնականության գաղափարը, ձայները չփոշիացնելու գաղափարը, այս ընտրություններին մասնակցում է Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ առաջարկ Հայաստանի ծրագրի շրջանակներում, այդ թվում նաև դեմոկրատական այլընտրանք կուսակցությունն է Բարգավաճ Հայաստանի կուսակցության ցուցակով, եւ իրենք ահա այսպեսի ցայտնոտային վիճակի մեջ են հայտնվել, որովհետեւ տեսնում են, որ իրենք պարտվում են, իսկ քաղաքական ընդդիմությունը
հաղթում է։ Սարսափում են, որ ասում են Գյումրիի 2, այո, Գյումրիի 2-ից իրենք սարսափում են, բայց Գյումրիի 2 լինելու է։ Հնարավոր է այսպես շարունակելով օրինակ հասնի ավելի ցուցակի առաջի համարներին այդ ընդհանուր միջև Դավիթ Ծառուկյանի, որովհետև Նիկոլ Փաշինյանը Քարոզ Արշավի ամբողջ ընթացքում ասում էր այդ նախկին թալանչիների ձեռքերը ես կտրել եմ, նրանց վնգուները, այսպես իր բառերով եմ ասում, դուրս է գալիս։ Հարգելի գործընկերներ, մենք խոսում ենք Նիկոլ Փաշինյանի մասին։ Մարդ, ով անհավասարակշիռ է եւ առավոտյան չգիտես, ինքը արթնանում է, դեղերը խմում է, թե չի խմում։ Ըստ այդմ ես չեմ կարող ասել, օրինակ այսօր առավոտյան ինքը օրինակ դեղեր խմած կլինի հանգստացնող եւ ինչ հրահանգներ կիչեցնի։ Չեմ կարող ասել։ Գուցե եւ խմած լինի եւ այդպիսի հրահանգներ չիչացնի։ Գուցե խմած չլինի կատաղի, չգիտեմ։ Հիշում եք առաջ ԱԱԾ-ին ասում էր բանեք, QR-ով ինչ որ սատանաներ պիտի փնտրեք, հա, ԱԱԾ-ն էլ ընկած ամբողջ հանրապետությունով սատանաներ էր փնտրում։ Հիմա էլ ԱԱԾ-ն ընկած ամբողջ հանրապետությունով դավաճաններ ու լրտեսներ է փնտրում։ Այն դեպքում, երբ որ ասում էր հետաքննության մեջ շատ կարևոր է, որպեսզի վերջում դու դուրս չգաս քո հետքի վրա։ Հիմա իրենք եթե շատ ուսումնասիրեն եւ շատ օբյեկտիվ քննություն իրականացնեն, իրոք պետք է դուրս գան առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի հետքի վրա, որովհետեւ Հայաստանի թիվ 1 դավաճանը Նիկոլ Փաշինյանն է, ով կատարում է թուրք-ադրբեջանական հրահանգները, ով սպասարկում է թշնամու օրակարգը, ով Արցախը դավաճանաբար հանձնել է, ով Հայաստանի տարածքները բերել ադրբեջանական զորքերն են նստեցրել դավաճանաբար, հետևաբար դավաճանը թող ինքը այլ տեղերում դավաճաններ չփնտրի։ Բարույթի հետ կապված ես մի քիչ ուշ եկա։ Ձեզ ինչ է հայտնի, ինչ տեղեկությունների մասին է խոսքը եւ այլն։ Մեզ մանրամասն որևէ բան հայտնի չէ, մենք գիտենք այնքան, ինչքան որ դուք գիտեք, մենք իրենց հրապարակած տեղեկություններից են, պաշտոնական հաղորդագրություններից ենք իմանում, որովհետեւ նախապես որևէ տեղեկություն մեզ չի փոխանցվել։ Իրենց նշած այդ ժամանակահատվածում Անդրանիկ Թևանյանը ընդհանրապես պատգամավոր չի եղել, որովհետև դուք տեղյակ եք, որ 2023 թվականին նա մանդատը վայր է դրել, երբ որ մասնակցում էր Երևանի ավականու ընտրություններին։ Հետևաբար իրենց նշած այդ փակ գաղտնի նիստի ժամանակ ազգային ժողովի Անդրանիկ Թևանյանը պատգամավոր չի եղել, հետևաբար ֆիզիկապես էլ ներկա գտնվել չէր կարող։ Եվ ընդհանրապես սա էլ ասեմ, որ ընթացակարգին ծանոթ լրատվամիջոցները նաև տեղյակ են, որ երբ պատգամավորը ուզում է փակ գաղտնի ինֆորմացիային հասանելիություն ունենա, ազգային ժողովում հատուկ բաժին կա, դու այնտեղ գնում ես, քո փաստաթղթերն ուսումնասիրում են, ստորագրում ես, քո համաձայնությունն ես տալիս, մի խոսքով ընթացակարգեր կան, որ ԱԱԾ-ն քեզ թույլ է տալիս, որ դու այդ հասանելիությունը ունենաս։ Անդրանիկ Թևանյանը այդ գործողությունը չի իրականացրել, այսինքն ինքը փակ գաղտնի ինֆորմացիային տիրապետելու հնարավորություն միջոց չի ունեցել, ինքը երբևէ պատգամավոր եղած ժամանակ որևէ փակ գաղտնի նիստին չի մասնակցել եւ մասնակցելու իրավունք չի ունեցել, թե իրենք հետո ինչ կմոգոնեն, ինչ կհնարեն, էլի կշմշուլալեն, կկարեն այս գործի շրջանակներում, էլի ինչ կասեն, կարող է ասեն ինչ ուրիշի միջոցով է, մի բան կհորինեն էլի, այսինքն իրենց համար խնդիր չի, կարևորը որ գործը կարեն։